1993 թվականի դեկտեմբերի 2 Կոլումբիա, Բոգոտա Տեկուանդամա հյուրանոցի համարներից մեկում հնչում է հեռախոսազանգ։ Լսափողը վերցնում է մի կին, նրա կողքին 2 երեխա։ Այս զանգին նա սպասել էր ավելի քան 1 տարի եւ միևնույն ժամանակ վախեցել էր այդ զանգից։ Խոսափողի մյուս կողմում նրա ամուսինն էր, Էլ Պատրոնեն։ Այդ պահին աշխարհի ամենավորոնվող եւ ամենավտանգավոր մարդկանցից մեկը։ Նրա դեմ աշխատում էին Կոլումբիայի բանակը, ոստիկանությունը, հատուկ ծառայությունները եւ ԱՄՆ կենտրոնական հետախուզական դաշնությունը։ Զանգը գաղտնալսվում է։ Հետ հաշվարկը սկսված է։ Մի քանի րոպե եւ կպարզեն նրա գտնվելու վայրը։ Եվ նա դա գիտի։ Խոսում է կարճ, առանց զգացմունքների, առանց ավելորդ բառերի։ Նա պարզապես ուզում է լսել իր երեխաների ձայնը։ Մի ժամանակ նա աշխարհի ամենահզոր մարդն էր, իսկ հիմա նրա ձեռքում մնացել է միայն հեռախոսը եւ մի քանի րոպե։ Սա հերոսի պատմություն չէ, սա ռոմանտիկ լեգենդ չէ։ Սա մի մարդու պատմություն է, որը կառուցեց 20-րդ դարի ամենախոշոր նարկոիմպերիան եւ պատերազմ հայտարարեց Կոլումբիային եւ ԱՄՆ-ին։ Սա Պաբլո Էսկոբարի պատմությունն է։ Քսաներորդ դարի երկրորդ կեսին Կոլումբիան մի երկիր էր, որը շատ վերլուծաբաններ բնութագրում էին որպես failed state, ձախողված պետություն։ Իշխանությունը մասնատված էր կառավարության, բանակի, ձախակողմյան պարտիզանների եւ քրեական խմբավորումների միջև։ Շատ տարածքներում պետությունը փաստացի չէր գործում։ 1948-ից 68 թվականների քաղաքացիական պատերազմը խլեց ավելի քան 200,000 մարդու կյանք։ Այդ տարիներին բռնությունը դարձավ քաղաքական գործիք։ Ձևավորվեցին ցուցադրական հաշվեհարդարների մեթոդներ, այդ թվում կոլումբիական փողկապը, զոհի կոկորդը կտրելու հատուկ ձևը։ Այդ մեթոդը ծառայում էր որպես ահաբեկման ուղերձ։ 60-ից 70-ականներին սպանությունների մակարդակը տարածաշրջանում ամենաբարձրերից էր։ Որոշ քաղաքներում օրական տասնյակ մարդիկ էին զոհվում։ Մարդկանց առևանգումները դարձան բիզնես։ Ոստիկանությունը չէր վերահսկում իրավիճակը։ Կոռուպցիան համակարգային էր։ Օրենքը գործում էր ընտրովի։ Եթե փող ունեիր, անվտանգ էիր, չունեիր, խոցելի էիր։ Այս միջավայրում հանցագործությունը դարձավ նորմա։ Աղքատ թաղամասերում ընտրությունը պարզ էր։ Կամ ամբողջ կյանքում աշխատում ես գոյատևման մակարդակով, կամ ռիսկի ես դիմում արագ փող վաստակելու համար։ Եվ այս համակարգի ներսում 1949 թվականի դեկտեմբերի 1-ին Մեդելինի մերձակայքում ծնվեց Պաբլո Էմիլիո Էսկոբար Գավիրիան։ Նրա հայրը ֆերմեր էր, մայրը ուսուցչուհի։ Նրանք ոչ մարգինալ էին, ոչ էլ քրեական կլան, պարզապես աղքատ կոլումբիական ընտանիք։ Մեդելինը 50-ից 60-ականներին հակադրությունների քաղաք էր։ Շքեղ թաղամասեր եւ տնակային ավաններ, կողք կողքի։ Աղքատությունից դուրս գալու հնարավորություն չկար։ Էսկոբարը հետագայում ասում էր, որ մանկության տարիներին երազում էր վաստակել 1 միլիոն պեսո եւ այլևս կարիք չզգալ։ Դա հանցագործի երազանք չէր։ Դա աղքատությունից դուրս գալու ցանկություն էր։ Նա քրեական ճանապարհով սկսեց փող աշխատել դեռ պատանեկության տարիներին։ Սկզբում տապանաքարերի գողություն եւ վերավաճառք, հետո ծխախոտի մաքսանենգություն, կեղծ վիճակախաղի տոմսեր, ապա մարիխուանա։ Այս ամենը այն ժամանակվա միջավայրի համար արտասովոր չէր։ 60-ականների կեսերին նա արդեն ուներ համարձակ եւ վտանգավոր մարդու համբավ։ Նա արագ հասկացավ լոյալության արժեքը եւ իր շուրջ հավաքեց երիտասարդների մի խումբ, նույն միջավայրից եւ նույն հեռանկարներով։ Բեկում նա իմփուլը սկսվեց Ալվարո Պրիետոյի հետ ծանոթությունից հետո։ Պրիետոն Մեդելինի տեղական քրեական աշխարհի արդեն ձևավորված գործիչ էր։ Զբաղվում էր մաքսանենգությամբ եւ ռեկետով։ Էսկոբարը սկզբում նրա համար պարզապես կատարող էր, բայց արագ առանձնացավ իր համարձակությամբ եւ կազմակերպչական կարողություններով։ Պրիետոյի հովանու ներքո նա անցավ մանր փողոցային գործարքներից դեպի ավելի համակարգված հանցագործություններ, ավտոմեքենաների գողություն, շորթում, առևանգումներ։ 70-ականների սկզբին նա արդեն կազմակերպված քրեական աշխարհի մաս էր։ Փողը աճում էր, ազդեցությունը նույնպես։
Ոստիկանությունը հաճախ աչք էր փակում, վկաները լռում էին, գործերը փակվում էին։ Անպատժելիության զգացումը դարձավ նոր իրականություն։ 1971 թվականին տեղի ունեցավ մի հանցանք, որը փոխեց ամեն ինչ։ Նրա հանցախումբը առևանգեց Դիեգո Միսասին, Մեդելինի բիզնես էլիտայի ներկայացուցիչներից մեկին։ Քաղաքի աղքատ թաղամասերում ատում էին Միսասին։ Նրան համարում էին դաժան, ագահ եւ իրականությունից կտրված մարդ, որը բացահայտ արհամարում էր աղքատ շրջանների բնակիչներին։ Ծրագիրը դասական էր՝ կապ հաստատել ընտանիքի հետ, պահանջել փրկագին եւ ազատել պատանդին։ Նման առևանգումները Կոլումբիայում սովորական էին եւ հաճախ հենց այդպես էլ ավարտվում էին։ Բայց այս անգամ ամեն ինչ այլ կերպ գնաց։ Վարկածներից մեկի համաձայն Միսասը հրաժարվեց համագործակցել։ Նա չցանկացավ զանգահարել հարազատներին եւ գումար խնդրել։ Իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից։ Պատանդին փորձում էին վախեցնել, ճնշումը ուժեղանում էր եւ ինչ որ պահի Միսասը սպանվում է։ Առևանգողները փրկագին չեն ստանում։ Քրեական աշխարհի տեսանկյունից սա ձախողում էր, իսկ Պաբլո Էսկոբարի տեսանկյունից հակառակը։ Հարուստ արդյունաբերողի սպանությունը Մեդելինում չառաջացրեց հանրային վրդովմունք։ Շատերի համար դա թվում էր հաշվեհարդար նրանց դեմ, ովքեր տարիներ շարունակ հարստացել էին իրենց հաշվին։ Այդ պահից Էսկոբարի անունը սկսեցին արտասանել այլ տոնով։ Նրան սկսեցին վերաբերվել որպես մարդու, ով չի վախենում եւ գնում է մինչեւ վերջ։ Հենց այդ ժամանակ նրա շուրջ սկսեց ձևավորվել առաջին միֆը՝ մերոնքական լինելու միֆը։ Միֆ այն մասին, թե նա անում է այն, ինչին պետությունը չի համարձակվում։ Ինքը Էսկոբարը արագ զգաց այդ արձագանքը։ Նա հասկացավ մի պարզ բան՝ բռնությունը կարող է ժողովրդականություն բերել։ Այդ աջակցության զգացումը նրա համար դարձավ ոչ պակաս կարևոր, քան փողը։ Սպանությունը իրավական հետևանքներ չունեցավ։ Քննությունը մտավ փակուղի, վկաները անհետացան, ապացույցները դատարան չհասան։ Այդ դեպքից հետո Պաբլոն այլևս պարզապես քրեական սխեմաների մասնակից չէր։ Նա արդեն մարդ էր, որը մեկ անգամ սպանել էր եւ հասկացել էր, որ կարող է դա անել առանց հետևանքների։ Այդ պահից նրա քայլերը պայմանավորվում էին ոչ թե պարզապես գումար աշխատելու ցանկությամբ, այլ ավելի մեծ մասշտաբի հասնելու ձգտմամբ։ 1970-ականների սկզբին Պաբլո Էսկոբարը արդեն ամուր դիրք ուներ Մեդելինի քրեական աշխարհում։ Նա գումար էր վաստակում առևանգումներից, մաքսանենգությունից եւ մարիխուանայից, սակայն այդ սխեմաները սահմանափակ էին։ Իրական բեկումը պետք է ապահովեր մեկ այլ ապրանք՝ ավելի կոմպակտ, ավելի թանկ եւ գրեթե չվերահսկվող պետության կողմից։ Այդ ապրանքն էր կոկաինը։ Այդ տարիներին կոկաինը դեռ չէր ընկալվում որպես զանգվածային թմրամիջոց։ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում կոկաինը այդ տարիներին ընկալվում էր որպես էլիտար թմրանյութ։ Իրավապահների հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր մարիխուանայի եւ հերոինի վրա։ Կոկաինը փաստացի դուրս էր պետական խիստ վերահսկողությունից։ Էսկոբարը շատ արագ հասկացավ դա։ Այդ պահին Կոլումբիայում դեռ չկային կոկայի պլանտացիաներ։ Հումքը գնում էին Պերուից եւ Բոլիվիայից։ Կոկայի պաստայի տեսքով, որը հետո տեղափոխվում էր Մեդելին եւ այնտեղ վերածվում վերջնական արտադրանքի։ Էսկոբարի կոկաինային առաջին խոշոր գործարքը կարող էր ավարտվել բանտով։ 1970-ականների սկզբին նա ձերբակալվեց ոստիկանության կողմից, կոկայի պաստայի մեծ խմբաքանակ տեղափոխելիս։ Դատական գործընթացը լիովին իրական էր թվում։ Քննությունը ուներ նյութական ապացույցներ եւ վկաներ։ Հենց այս պատմությունը դարձավ նրա գլխավոր սկզբունքի ձևավորման մեկնարկային կետը։ Վկաները պետք է ցուցմունք տային, սակայն դատարան չհասան։ Էսկոբարի ձերբակալմանը մասնակցած երկու ոստիկանները ցուցադրաբար գնդակահարվեցին։ Դրանից հետո գործը փլուզվեց, իսկ մեղադրանքները հանվեցին։ Էսկոբարը ազատ արձակվեց եւ արեց եզրակացություն, որը որոշելու էր նրա հետագա կյանքը։ Կոլումբիայում օրենքը ենթարկվում է փողին եւ վախին։
Այդ պահից կոկաինը Էսկոբարի համար այլևս պարզապես թմրամիջոց չէր, այլ իդեալական բիզնես ապրանք։ 1970-ականների վերջում Կոլումբիայում կոկաինի 1 գրամը արժեր միջինում 1-ից 3 դոլար, մինչդեռ ԱՄՆ-ում նույն գրամը վաճառվում էր մոտ 80-ից 120 դոլարով, կախված մաքրությունից եւ շուկայից։ Հասկանալով հնարավոր շահույթի մասշտաբները, Էսկոբարը սկսեց գործել համակարգված։ Նա այլևս չէր ցանկանում լինել միջնորդ։ Նրա նպատակը ամբողջ շղթայի լիակատար վերահսկումն էր, հումքի գնումից մինչև պատրաստի արտադրանքը վերջնական սպառողին հասցնելը։ Սա նշանակում էր սեփական ենթակառուցվածքի, սեփական լոգիստիկայի եւ բիզնեսի պաշտպանության համար սեփական բանակի ստեղծումը։ Հենց այս պահից Պաբլո Էսկոբարը սկսեց կառուցել իր կայսրությունը։ 1970-ականների կեսերին Պաբլո Էսկոբարը հասկացավ մի պարզ բան. միայնակ մեծ փողը կառավարել հնարավոր չէ։ Կոկաինը արդեն միլիոններ էր բերում, բայց փողի հետ աճում էին նաև ռիսկերը։ Մրցակիցներ, դավաճանություններ, քաոս։ Այս ամենը բիզնեսին ավելի լուրջ սպառնալիք էին, քան ոստիկանությունը։ Որպեսզի գոյատևես ու օնլայնվես, պետք էր ոչ թե պարզապես դաշինք, այլ համակարգ։ Եվ այդ համակարգը ստեղծվեց։ Մեդելինում հավաքվեցին կոկաինի շուկայի ամենաազդեցիկ խաղացողները։ Օչոա եղբայրները, որոնք արդեն բավականին ազդեցիկ էին եւ լավ կապեր ունեին։ Գուստավո Գավիրիան, Էսկոբարի զարմիկը եւ նրա ամենամոտ անձը։ Կարլոս Լեդերը, օդային լոգիստիկ համակարգի ճարտարապետ։ Խոսե Գոնսալո Ռոդրիգես Գաչան, մեքսիկացի մականունով, որը պատասխանատու էր բռնության եւ վախեցման համար։ Նրանք բոլորը հստակ հասկանում էին, միավորումը իրենց բիզնեսի ապագան է։ Այսպես ծնվեց Մեդելինյան կարտելը։ Տնտեսական տեսանկյունից սա ավելի շուտ սինդիկատ էր։ Մասնակիցներին արգելվում էր կոկաին վաճառել ինքնուրույն։ Ամբողջ արտադրանքը անցնում էր միասնական կառույցի միջոցով, ընդհանուր կանոններով եւ ֆիքսված գներով։ Սա վերացնում էր ներքին մրցակցությունը եւ թույլ էր տալիս վերահսկել շուկան։ Կարտելի ստեղծումից հետո ամերիկյան շուկայում կոկաինի գինը կրկնապատկվեց։ Վերջնական արժեքը սահմանվում էր կենտրոնացված եւ ոչ ոք չէր կարող այն վիճարկել։ Այս բիզնեսում հակամենաշնորհային ծառայություն գոյություն չուներ։ Ցանկացած առարկման փորձ լուծվում էր ոչ թե տուգանքով, այլ փամփուշտով։ Մեդելինյան կարտելը շատ արագ դարձավ գերիշխող ուժ։ Տարբեր գնահատականներով իր գագաթնակետին այն վերահսկում էր ԱՄՆ ներմուծվող ամբողջ կոկաինի մինչև 80%-ը։ Ով ուզում էր զբաղվել այս ապրանքով, ստիպված էր պայմանավորվել Մեդելինի հետ։ Մուտքի տոմսի չափը միջինում կազմում էր եկամտի մոտ 30-ից 35%-ը։ Այդ գումարի դիմաց կարտելը ապահովում էր ամեն ինչ՝ արտադրություն, տեղափոխում, անվտանգություն, անհրաժեշտ մարդկանց կաշառում եւ խնդիրների վերացում։ Շատ վաճառողների համար սա շահավետ էր, նույնիսկ այդ տոկոսով շահույթը մնում էր հսկայական։ Կարտելի ներսում դերերը հստակ բաշխված էին։ Պաբլո Էսկոբար, ռազմավարական ղեկավար։ Գուստավո Գավիրիա, ֆինանսների կառավարիչ։ Օչոա եղբայրներ, միջազգային կապեր եւ մատակարարման ցանցեր։ Գոնսալո Գաչա, ուժային բլոկ։ Կարլոս Լեդեր, լոգիստիկա։ Այս համակարգում որոշումների ընդունման կենտրոնը Պաբլո Էսկոբարն էր։ Նա կարողանում էր համադրել դաժանությունը խարիզմայի հետ եւ հասկանում էր, որ վախը պետք է աշխատի նույնքան արդյունավետ, որքան փողը։ Հենց այս շրջանում Մեդելինյան կարտելը սկսեց վերածվել առանձին պետության, Կոլումբիայի ներսում, իր օրենքներով, իր բանակով, իր տնտեսությամբ։ Սա լիարժեք քրեական կայսրություն էր, պատրաստ դուրս գալու միջազգային մակարդակ։ Թմրաբիզնեսում փողը վաստակվում է ոչ արտադրության եւ ոչ էլ վաճառքի վրա։ Իրական փողը լոգիստիկայի մեջ է, եւ Էսկոբարը դա հասկացավ շատ արագ։ 1970-ականների կեսերին Մեդելինյան կարտելը վերցրեց վերահսկողության տակ մատակարարման ամբողջ շղթան։ Կոկայի տերևից ջունգլիներում մինչև Փոշին Մայամի գիշերային ակումբի սեղանին։ Հենց սա Մեդելինյան կարտելը վերածեց մոնոպոլիստի։ Ամեն ինչ սկսում էր կոլումբիական ջունգլիներում։ Այնտեղ հայտնվում էին կոկայի վերամշակման լաբորատորիաներ։ Դրանք վրանային ճամբարներ էին։
Կոկայի տերևները աղում էին, չորացնում եփում երկաթյա տակառներում։ Ստացված պաստան ուղարկվում էր հաջորդ փուլ, խոշոր լաբորատորիաներ, որտեղ պաստան վերածվում էր կոկայինի։ Դրանից հետո սկսվում էր ամենաբարդ մասը՝ տեղափոխումը ԱՄՆ։ Եվ հենց այստեղ Մեդելինյան կարտելը առաջ անցավ բոլոր մրցակիցներից։ 70-ականների վերջում հիմնական տարանցիկ հանգույց դարձավ Բահամյան կղզիներում գտնվող Նորման Քեյ կղզին։ Այն գնել էր Կարլոս Լեդերը։ Կղզին իդեալական դիրքում էր, բավական հեռու Կոլումբիայից եւ բավական մոտ Ֆլորիդային։ Ինքնաթիռները կոկայինով թռչում էին Կոլումբիայից Նորման Քեյ, լիցքավորվում եւ շարունակում ճանապարհը դեպի ԱՄՆ։ Թռչում էին ցածր, ռադարներից ներքև, հաճախ գիշերով։ Բեռը սովորաբար նետում էին նախապես համաձայնեցված կետերում։ Մասշտաբները պատկերացնելու համար ամենաակտիվ շրջաններում այս ճանապարհով ԱՄՆ էր մտնում շաբաթական մինչև 2 տոննա կոկային։ Փողը վերադառնում էր նույն ճանապարհով, կանխիկ։ Երբ ինքնաթիռի ետևից սկսում էր հետապնդում, կոկայինը կամ փողի պարկերը պարզապես նետում էին օվկիանոս, իսկ օդաչուն ցատկում էր պարաշուտով։ Մեկ ինքնաթիռի արժեքը ոչինչ էր նման ծավալների դեպքում։ Օդաչուները առանձին կաստ էին։ Կոլումբիայից ԱՄՆ մեկ թռիչքի դիմաց նրանք կարող էին ստանալ մինչև $3 միլիոն։ Կոկային տեղափոխելու համար օգտագործում էին նաև յախտաներ, բեռնատարներ, կոնտեյներներ եւ նույնիսկ հագուստ։ Կոկայինը լուծում էին ջրում, ջինսետաբատները ընկղմում ջրի մեջ, որից հետո չորացնում էին եւ օրինական ճանապարհով ներմուծում ԱՄՆ, իսկ արդեն ԱՄՆ-ում քիմիական եղանակով նորից առանձնացնում փոշին։ Այսպիսով, լոգիստիկան դարձրեց Մեդելինյան կարտելին գլոբալ խաղացող։ 1980-ականների սկզբին սա արդեն պարզապես բիզնես չէր, սա ենթակառուցվածք էր բարդությամբ համեմատելի տրանսազգային կորպորացիաների հետ։ Está usted combinando muy bien lo político con lo social. Sí, nosotros en este momento estamos también, como había explicado ahora en anteriores oportunidades, tratando de hacer una combinación también de lo social con lo deportivo. 1980-ականների սկզբին Մեդելինյան կարտելը այլևս չէր կարող հենվել միայն կաշառքի վրա։ Փողը դռներ էր բացում, բայց լոյալություն չէր երաշխավորում։ Այդ պատճառով սկսեց ձևավորվել ուժային բլոկը, բռնությունը հասցված արդյունաբերական մասշտաբի։ Այն ղեկավարում էր Գոնսալո Գաչան։ Նրա ղեկավարությամբ իրականացվում էին մրցակիցների, ոստիկանների, դատավորների, պետական պաշտոնյաների եւ լրագրողների սպանությունները։ Նրա վերահսկողության տակ էր մասնավոր բանակը, պրոֆեսիոնալ մարտիկներով, նախկին զինվորականներով եւ վարձկաններով։ Բայց այս համակարգի գլխավոր գործիքը դարձան սիկարիոները, վարձու մարդասպաններ, Մեդելինի ամենաաղքատ թաղամասերից։ Շատերը 14-ից 20 տարեկան էին, առանց կրթության, առանց աշխատանքի, առանց ապագայի։ Կարտելը նրանց համար միակ սոցիալական վերելքն էր։ Մեխանիզմը պարզ էր։ Մոտոցիկլ 2 հոգի, մեկը վարում էր, մյուսը կրակում։ Թիրախին հետևում էին օրեր շարունակ։ Սովորում էին նրա երթուղիները, ժամերը, սովորությունները։ Հարձակումը տևում էր վայրկյաններ։ Մոտենում էին կրակում մոտ տարածությունից եւ անմիջապես հեռանում։ Արագություն, շարժունակություն, գրեթե զրոյական ռիսկ կատարողների համար։ Այս մեթոդը այնքան լայն տարածում ստացավ, որ Կոլումբիայում իշխանությունները արգելեցին 2 հոգով մոտոցիկլ վարելը։ Այդ արգելքը գործում է մինչ այսօր։ Ոստիկանի սպանության համար վճարում էին $100, դատավորի համար մինչև $50,000։ Կարտելի վաստակած միլիոնների ֆոնին այս գումարները չնչին էին, բայց տնակային ավանների դեռահասների համար դա ահռելի գումար էր, իսկ ամենակարևորը դա իշխանություն էր, հնարավորություն վախ ներշնչելու նրանց, ովքեր դեռ երեք վերևից էին նայում նրանց։ Կառուցվածքը ձևավորված էր այնպես, որ կարտելի վերնախավը մնա անհասանելի։ Սիկարիոները չէին ճանաչում իրենց միջնորդներին, միջնորդները չէին ճանաչում կազմակերպիչներին։ Նույնիսկ եթե ինչ-որ մեկին ձերբակալում էին, շղթան անմիջապես կտրվում էր։ Սա ահաբեկման ապակենտրոնացված համակարգ էր։ Ժամանակ առ ժամանակ Էսկոբարը անձամբ էր հայտնվում մարտիկների մոտ։ Կան արխիվային կադրեր, որտեղ նա վարձկանների հետ շրջում է իր կալվածքում, հետևում վարժանքներին։ Շատերի համար դա գրեթե պաշտամունքի զգացում էր։ Էլ պատրոնը կանգնած էր իրենց կողքին, որպես իշխանության եւ փողի կենթանի խորհրդանիշ։ 80-ականների կեսերին բռնությունը դադարեց լինել բացառություն։ Այն դարձավ լեզու, որով Մեդելինյան կարտելը խոսում էր պետության եւ հասարակության հետ, եւ այդ լեզուն բոլորը հասկանում էին։
Պաբլո Էսկոբարը վաղուց հասկացել էր եւս մի բան. վախը ուժ է, իսկ սերը պաշտպանություն։ Քանի դեռ պետությունը Մեդելինյան աղքատ թաղամասերի համար մնում էր հեռավոր մի բան, Էսկոբարը խաղադրույք դրեց Մեդելինի բնակիչների վրա։ Նա սկսեց գնել նրանց լոյալությունը եւ անում էր դա բացահայտ։ Կարտելի միջոցները ուղղվում էին սոցիալական նախագծերին՝ ճանապարհաշինություն, բնակարաններ աղքատ ընտանիքների համար, դպրոցներ եւ սպորտային ենթակառուցվածքներ։ Այն թաղամասերում, ուր տասնամյակներով չէին մտել ոչ ոստիկանությունը, ոչ սոցիալական ծառայությունները, հայտնվում էր Էլ Պատրոնը կոնկրետ լուծումներով։ Եթե ինչ-որ մեկը տուն չուներ, տուն էր կառուցվում։ Եթե երեխային վիրահատություն էր պետք, այն վճարվում էր։ Եթե կար ջրի խնդիր, այն լուծվում էր։ Muchas gracias. Ամենահայտնին Մեդելին առանց տնակների նախագիծն էր, հազարավոր տներ ամենաաղքատ ընտանիքների համար, անվճար, առանց բյուրոկրատիայի, առանց սպասելու։ Այդ շրջանների բնակիչների համար Էսկոբարը հանցագործ չէր։ Նա միակ մարդն էր, որը ընդհանրապես ինչ-որ բան էր արել իրենց համար։ Բնականաբար այս ամենը ուղեկցվում էր հզոր PR մեքենայով։ Հանրային տարածքում ձևավորվում էր կերպար, Պաբլոն հայրենասեր է, ժողովրդի մարդ։ Դրան ավելանում էր սպորտը։ Էսկոբարը դարձավ Ատլետիկո Նասիոնալ ֆուտբոլային ակումբի հովանավորը։ Կոլումբիայում ֆուտբոլը պարզապես խաղ չէ, դա կրոն է։ Ակումբի հաղթանակները ավտոմատ կերպով դառնում էին Պաբլոյի հաղթանակները։ Մրցավարներին վախեցնում էին, մրցակիցներին ճնշում, բայց երկրպագուների համար դա նշանակություն չուներ։ Թիմը հաղթում էր, հետևաբար Էսկոբարը հերոս էր։ Այսպես ծնվեց Ռոբին Հուդի միֆը։ Բանդիտ, որը թալանում է հարուստներին, բարեգործ, որը օգնում է աղքատներին։ Կարևոր է հասկանալ, Էսկոբարը չուներ հստակ քաղաքական գաղափարախոսություն։ Նա ոչ ձախ էր, ոչ աջ, ոչ սոցիալիստ, ոչ լիբերալ։ Նա բիզնեսմեն էր, բառի քրեական իմաստով։ Բարեգործությունը հումանիզմի դրսևորում չէր, այլ ռազմավարություն։ Ժողովրդի սերը տալիս էր գլխավորը, անվտանգություն։ Մարդիկ նրան չէին մատնում ոստիկանությանը։ Միլիոնների աչքում Պաբլո Էսկոբարը դարձավ մերը, իսկ դա նշանակում էր անձեռմխելիություն։ Եվ հենց այս ժողովրդական աջակցության զգացումն էլ նրան մղեց հաջորդ քայլին։ Քայլին, որը ընդմիշտ փոխեց ուժերի հավասարակշռությունը նրա եւ պետության միջև։ 1980-ականների սկզբին Պաբլո Էսկոբարը հասավ մի կետի, երբ փողն ու վախը նրան այլևս բավարար չէին։ Հաջորդ տրամաբանական քայլը ակնհայտ էր՝ իշխանության լեգիտիմացում։ Էսկոբարը որոշեց մտնել քաղաքականություն։ Նրա համար սա գաղափարախոսության կամ երկրին ծառայելու հարց չէր։ Քաղաքականությունը տալիս էր երկու առանցքային բան՝ պաշտոնական կարգավիճակ եւ պաշտպանություն ԱՄՆ արտահանձնումից։ Կոլումբիական բանտը նրան չէր վախեցնում, փողը շատ բան էր լուծում։ Ամերիկյանը վախեցնում էր, եւ Էսկոբարը դա հիանալի հասկանում էր։ 1982 թվականին նա դարձավ կոնգրեսականի օգնական եւ մտավ պարլամենտ։ Նրա տեխնացությունն անցավ բոլոր ընթացակարգերը։ Խորհրդարանում նա զավեշտալի տեսք ուներ, առանց նրբաճաշակ պահվածքի, առանց կրթության, բայց փողերով, խարիզմայով եւ սեփական անխոցելիության զգացումով։ La ideología principal de nuestro movimiento es civismo, nacionalismo, programas sociales, ecológicos y deportivos. Կողմնակիցների համար նա ապացույց էր, որ մերոնքականը կարող է բարձրանալ վերև, էլիտաների համար վտանգի ազդանշան, եւ այս փուլում համակարգը խափանվեց։ Կոլումբիայում դեռ հնարավոր էր լինել հարուստ հանցագործ, բայց լինել հանցագործ պետական իշխանությամբ ոչ։ Նրա հիմնական հակառակորդները դարձան արդարադատության նախարար Ռոդրիգո Լարա Բոնիլյան եւ նախագահի տեխնացու Լուիս Կարլոս Գալանը։ Նրանք բացահայտ հայտարարեցին, որ Էսկոբարը իր գործունեությունը ֆինանսավորում է նարկոտրաֆիկից։ Առաջին անգամ դա հնչեց հրապարակավ եւ բարձր ամբիոնից։ Արձագանքը ակնթարթային էր։ Միացան լրատվամիջոցները, հասարակությունը բաժանվեց երկու մասի։ Ժողովրդական բարեգործի միֆը ճակ տվեց։ Ապացույցների եւ սկանդալների ճնշման տակ Էսկոբարին զրկեցին մանդատից։ Նրա քաղաքական կարիերան ավարտվեց նույնքան արագ, որքան սկսվել էր։ Մի քանի ամիս անց Ռոդրիգո Լարա Բոնիլյան գնդակահարվեց։ Սիկարիոները մոտեցան նրա մեքենային մոտոցիկլով եւ կրակ բացեցին։ Սա պարզապես վրեժ չէր։ Սա պատերազմի հայտարարություն էր։ Արդարադատության նախարարի սպանությունից հետո Կոլումբիայի իշխանությունները արեցին այն,
ինչից տարիներ շարունակ խուսափում էին։ Նախագահ Սեզար Գավերյան պաշտոնապես պատերազմ հայտարարեց նարկոբարոններին։ Վերականգնվեց հանցագործների ԱՄՆ արտահանձնման համաձայնագիրը։ Էսկոբարի համար սա նշանակում էր միայն մեկ բան՝ այլևս փողզիջումներ չեն լինելու։ Այդ պահից հակամարտությունը դարձավ բացահայտ։ Պաբլո Էսկոբարը վերջնականապես ընտրեց ահաբեկչության ճանապարհը։ 1980-ականների կեսերից սկսվում է այն շրջանը, որը հետագայում կոչեցին նարկոտերորի դարաշրջան։ Սա Կոլումբիայի իշխանությունների դեմ համակարգված ահաբեկման արշավ էր։ Մեխանիկան ծայրահեղ պարզ էր։ Պետության յուրաքանչյուր քայլի կարտելը պատասխանում էր ահաբեկչությամբ։ Ոստիկաններին սկսեցին սպանել համակարգված։ Նրանց գլուխների համար հրապարակավ սահմանվում էին պարգևներ։ Երիտասարդ սիկարիոներին վճարում էին յուրաքանչյուր սպանված սպայի համար։ Արդյունքում ոստիկանությունում ծառայությունը վերածվեց մահվան դատավճռի։ Հաջորդ թիրախը դարձան դատավորներն ու դատախազները։ Նրանց պայթեցնում էին մեքենաների մեջ, գնդակահարում էին փողոցներում, սպանում էին ընտանիքների հետ միասին։ Թերթերը ամեն օր հրապարակում էին զոհվածների ցուցակներ։ Որոշ քաղաքներում սպանությունները հասնում էին օրական տասնյակների։ Մեդելինը վերածվեց աշխարհի ամենավտանգավոր քաղաքներից մեկին։ 1985 թվականին Էսկոբարը գնաց ևս մեկ քայլ առաջ։ Նա ֆինանսավորեց հարձակումը Բոգոտայի արդարադատության պալատի վրա M19 խմբավորման զինյալների կողմից։ Ֆորմալ առումով կարտելը նրանց հետ կապ չուներ, բայց նպատակը հստակ էր՝ ոչնչացնել այն փաստաթղթերը, որոնք վերաբերում էին նարկոբարոնների ԱՄՆ արտահանձնմանը։ Գրոհը ավարտվեց աղետով։ Շենքը գրավեցին տանկերով, զոհվեցին տասնյակ մարդիկ, այդ թվում Գերագույն դատարանի դատավորներ։ Արխիվները ոչնչացվեցին։ Սա հարված էր ոչ միայն պետությանը, այլ նաև օրենքի գաղափարին։ ԱՄՆ-ն այլևս չէր կարող ձևացնել, թե ոչինչ չի կատարվում։ Ռոնալդ Ռեյգանի վարչակազմը սկսեց ուղիղ ճնշում գործադրել Կոլումբիայի իշխանությունների վրա։ Արտահանձնումը դարձավ գլխավոր պահանջը։ Էսկոբարի համար սա նշանակում էր միայն մեկ բան. եթե նրան բռնեն, նրան սպասվում է ԱՄՆ բանտ։ Պատասխանը եղավ ահաբեկչության նոր մակարդակ։ 1989 թվականին կարտելը կազմակերպեց պայթյունների շարք Բոգոտայում։ Այնուհետև երկրի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկի, նախագահի տեխնացու Լուիս Կարլոս Գալանի սպանությունը։ Իսկ նույն տարվա նոյեմբերին պայթեցվեց Boeing 727 ուղևորատար ինքնաթիռը։ Զոհվեց ավելի քան 100 մարդ։ Նպատակը տարբեր վարկածներով կոնկրետ անձ էր։ Նախագահ Սեսար Գավիրիա Տրուխիլյո, ով վերջին պահին փոխել էր պլանները եւ չէր նստել ինքնաթիռ։ Դրանից հետո կասկածներ այլևս չմնացին։ Պաբլո Էսկոբարը դադարեց լինել պարզապես նարկոբարոն։ Նա դարձավ ահաբեկիչ, սակայն ահաբեկչությունը չէր կարող շարունակվել անվերջ։ Այն միայն արագացնում էր անխուսափելին։ Բախում, որտեղ հաղթող կարող էր լինել միայն մեկը։ Քայքայիչ պատերազմը սկսեց արդյունք տալ։ Պետությունը կորցնում էր մարդկանց եւ ռեսուրսներ, բայց Մեդելինյան կարտելն էլ այլևս այն հրեշը չէր, ինչպիսին թվում էր մի քանի տարի առաջ։ Էսկոբարը մնացել էր միայնակ, պետության, մրցակիցների եւ նախկին գործընկերների դեմ։ Այդ պահին նա արեց մի քայլ, որը մինչ այսօր աբսուրդ է թվում, բայց լիովին տեղավորվում է այն ժամանակվա Կոլումբիայի տրամաբանության մեջ։ Պաբլո Էսկոբարը առաջարկեց գործարք։ Նա պատրաստ էր հանձնվել իշխանություններին, փոխարենը պահանջում էր երկու բան՝ իր արտահանձնման արգելք ԱՄՆ-ին եւ հատուկ պայմաններ կալանքի համար։ Կառավարությունը, որը գտնվում էր հասարակության ճնշման եւ նոր ահաբեկչությունների վախի տակ, համաձայնեց։ Այսպես ստեղծվեց Լա Կատեդրալ բանտը, ըստ փաստաթղթերի ուղիչ հիմնարկ, իրականում Էսկոբարի անձնական նստավայր։ Բանտը կառուցվել էր հատուկ նրա համար, Մեդելինից ոչ հեռու։ Նախագիծը հաստատել էր անձամբ Պաբլոն։ Նա ինքն էր ընտրում պահակներին եւ վերահսկում պայմանները։ Ներսում կային ննջասենյակներ, բար, ֆուտբոլի դաշտ, բիլիարդ, ջակուզի։ Լա Կատեդրալը ավելի շատ առանձնատուն էր, քան բանտ։ Էսկոբարը շարունակում էր ղեկավարել բիզնեսը, իսկ իշխանությունները փաստացի հանդուրժում էին դա,
քանի դեռ բախում չկար։ 1992 թվականին նրա գործընկերներ Ֆերնանդո Գալենադոն եւ Խերարդո Մոնկադան կասկածվում էին եկամուտներ թաքցնելու մեջ։ Էսկոբարը նրանց կանչեց Լա Կատեդրալ։ Ներսում նրանց խոշտանգեցին եւ սպանեցին։ Լուրը արագ հասավ իշխանություններին։ Այստեղ նա անցավ այն սահմանը, որը պետությունը այլևս չէր կարող անտեսել։ Դա դարձավ շրջադարձային պահ։ Պարզ դարձավ, որ Էսկոբարը նույնիսկ բանտում շարունակում է ղեկավարել կարտելը։ 1992 թվականի ամռանը նախագահը հրաման տվեց Էսկոբարին տեղափոխել սովորական բանտ, բայց երբ զինվորականները հասան Լա Կատեդրալ, Պաբլոն արդեն փախել էր։ Լա Կատեդրալից փախուստից հետո Պաբլո Էսկոբարը հայտնվեց իր կյանքի ամենախոցելի կետում։ Նրա մոտ դեռ կար փող, զենք եւ մարդիկ, բայց անհետացել էր վերահսկողության զգացումը։ Կայսրությունը, որը նա կառուցում էր, ավելի քան 10 տարի սկսեց քանդվել։ Այսուհետ նրա դեմ աշխատում էին բոլորը, միաժամանակ։ Պետությունը կազմակերպեց հատուկ որոնողական աշխատանքներ, ոստիկանության եւ բանակի էլիտար ստորաբաժանման միջոցով։ Գործողությանը միացան ամերիկացի մասնագետներ եւ ԿՀՎ-ի խորհրդատուներ։ Միաժամանակ նրա կառույցներին հարվածում էին Կալիի կարտելի մրցակիցները, լուռ եւ մեթոդաբար։ Այս փուլում գործին միացավ Լոս Պեպես խմբավորումը, ծայրահեղ աջ զինյալներ, որոնք որսում էին բոլորին, ովքեր որևէ կերպ կապված էին Էսկոբարի հետ։ Նրանք չէին ձերբակալում, չէին հարձակնում, նրանք ոչնչացնում էին, այրում տները, սպանում հարազատներին։ Էսկոբարի մարդիկ հանձնվում էին, անցնում հակառակ կողմը կամ պարզապես փորձում էին փրկվել։ Նա աստիճանաբար կտրվում էր իրականությունից եւ ավելի ու ավելի էր հենվում վախի ու բռնության վրա, սակայն դա այլևս չէր աշխատում։ Նրա վերջին հենարանը մնաց ընտանիքը։ Նա փորձում էր կնոջն ու երեխաներին դուրս բերել երկրից, բայց ինքնաթիռը ԱՄՆ պահանջով հետ վերադարձավ։ Հարազատներին տեղավորեցին հյուրանոցում, հատուկ ծառայությունների մշտական վերահսկողության տակ։ Էսկոբարի համար սա հարված էր, որից նա այլևս չվերականգնվեց։ Նա թաքնվում էր, անդադար փոխում ապաստարանները, հեռախոսով խոսում էր կարճ եւ հազվադեպ։ Սակայն 1993 թվականի դեկտեմբերի 2-ին Պաբլո Էսկոբարը որոշեց զանգահարել ընտանիքին։ Նա որդու հետ խոսեց ընդամենը մի քանի րոպե, սակայն դա բավական էր։ Հեռախոսազանգը որսացին։ Մեդելինի տունը շրջափակվեց։ Փոխհրաձգությունը տևեց մի քանի րոպե։ Էսկոբարը վիրավորվեց ոտքից եւ կողից։ Նա փորձում էր շարժվել տանիքի եզրով, թաքնվելով ծխնելույզների ետևում։ Ոստիկանները մոտենում էին երկու կողմից։ Նա փակված էր տանիքի վրա։ Վերջին կրակոցը արձակվեց գլխին։ Դրանից հետո նա այլևս չշարժվեց։ Պաշտոնական վարկածով այդ կրակոցը արձակել էր հատուկ ջոկատը։ Ընտանիքի պնդմամբ դա եղել է ինքնասպանություն։ Նրանք ասում էին, որ Էսկոբարը միշտ կրկնում էր. «Երբեք չեմ հանձնվի»։ Դատաբժշկական եզրակացությունը վերջնականապես չփակեց հարցը։ Վեճը մնաց բաց, բայց այդ օրը 1993 թվականի դեկտեմբերի 2-ին այդ տանիքի վրա ավարտվեց մի ամբողջ դարաշրջան։ Պաբլո Էմիլիո Էսկոբար Գավիրյան մահացած էր։ Նրա հուղարկավորությանը մասնակցեցին տասնյակ հազարավոր մարդիկ։ Ոմանց համար նա ահաբեկիչ էր, մյուսների համար հերոս։ Կոլումբիայի համար իր պատմության ամենաարյունալի եւ ամենասարսափելի դարաշրջանի խորհրդանիշը։ Պաբլո Էսկոբարի մահից հետո Կոլումբիան չարտնացավ նոր աշխարհում։ Թմրանյութերը չվերացան, կարտելները չլուծարվեցին։ Փողը շարունակեց հոսել նույն երթուղիներով, պարզապես այլ անունների տակ։ Մեդելինյան կարտելի տեղում արագ ձևավորվեց վակուում, որը լցվեց այլ խմբավորումներով։ Առաջին հերթին կարտել Կալին։ Նրանք դասեր քաղեցին Էսկոբարի ճակատագրից։ Ավելի քիչ հրապարակայնություն, ավելի քիչ ցուցադրական տեռոր, ավելի շատ լռություն եւ պայմանավորվածություններ։ Բռնությունը չվերացավ, բայց դարձավ ավելի քիչ տեսանելի։ Փոխարենը կտրուկ փոխվեց վերաբերմունքը հենց Պաբլո Էսկոբարի հանդեպ։ Ժամանակի ընթացքում նա ահաբեկչից վերածվեց կերպարի, խորհրդանշի, ապրանքի, շապիկներ, բաժակներ, փառքի վայրերով էքսկուրսիաներ, սերիալներ, ֆիլմեր, տեսահոլովակներ։ Ռոբին Հուդի միֆը դուրս եկավ ավելի դիմացկուն, քան փաստերը։ Այսօր Մեդելինում հաճախ կարելի է լսել մի արտահայտություն.
Նա վատն էր, բայց օգնում էր։ Այդպես ասում են մարդիկ, որոնց համար պետությունը մինչ օրս մնում է հեռավոր եւ օտար։ Մարդիկ, որոնց համար Էսկոբարը դարձավ ոչ թե խնդիրների պատճառը, այլ դրանց պատասխանը։ Բայց այդ միֆի ետևում հեշտ է կորցնել գլխավորը։ Պաբլո Էսկոբարը արդարության համար պայքարող չէր։ Նա չէր պայքարում համակարգի դեմ, նա ինտեգրվեց դրա մեջ։ Նա չէր պաշտպանում աղքատներին, նա օգտագործում էր նրանց։ Նա դիզեց միլիարդավոր դոլարներ միլիոնավոր մարդկանց կախվածության վրա։ Նրա պատերազմը խլեց տասնյակ հազարավոր անմեղ մարդկանց կյանքեր։ Էսկոբարի պատմությունը հեռավոր երկրի էկզոտիկ հեքիաթ չէ։ Սա հիշեցում է այն մասին, թե ինչ է տեղի ունենում այնտեղ, որտեղ պետությունը անհետանում է, իսկ նրա տեղը զբաղեցնում են փողն ու վախը։ Լեգենդները հարմար են, ճշմարտությունը ոչ։ Մարդը, որը պատերազմ է հայտարարում սեփական երկրին, երբեք չի կարող դառնալ նրա հերոսը։